Դե ներկապային էլ որ ոչ մի բան չենք ուզում օրենքից դուրս ինչ-որ մի բան անենք։ Մեզ պետք է մեր ոնց ասեմ ձայնը ինչ-որ միտեղ ասնի։ Մեզ պատասխան տա։ Արա ցեմենտը ոնց էր։ Բանից եկան կառավարության էկոնոմիկայի նախարարությունից եկան բացին աշխատին իրավական հարցերը ընթացքում սա եղավ։ Մի կանամերն եկան բացը մենք աշխատենք, այդ իրավական եթե ինչ-որ գործընթացներ բան կա, ընթացքում սա անում։ Մենք չգիտենք էլ սկի ով է մեր աշխատավարձի հարցերը լուծելու։ 2 ամսի 18-ն է, վաղվանից սկսվում է արդեն կոմունալները։ Թե ինչ ալնելու։ Դրանից հետո վարկերը։ Ամեն ինչը, ես չափ կա, էլի սահման կա։ Քանի մարդ աշխատում։ Մոտ 80 հոգի։ 80 հոգի աշխատում։ Կանայք են կան մեր։ Այո, 2 հոգի։ Չէ, ունենք 4-5 հոգի կանայք։ Դե ամեն մեկը մի ձև Իմի մեկը վարձով է մնում, մեկը անվարձ է մնում, իմի ամեն մեկը մի ձև իր ընտանիքը պահում էր հաստատ։ Ոչ մեկը դժգոհ չենք ելել, ես 23 տարի ստե աշխատում եմ։ Ես այսքան ժամանակ դժգոհ չեմ ելել։ Եթե դժգոհնեի, հաստատ ստե չի աշխատում։ Քաղաքական եկեք, տեսնում ես ամեն ինչ։ Դե ամեն ինչ էլ կա։ Ուղղակի մենք չենք խառնում այդ քաղաքական ինչ-որ բանը։ Էսի մեր աշխատանքը լինի Մենք այդքան աշխատենք, թե իրանք իրենց հարցերը լուծեն։ Այստեղ իրականում մենակ մենք այս 70-80 հոգին չենք դժվաց էլի։ Այստեղ դժվաց են մի քանի տասնյակ հաճախորդներ, դժվաց են մի քանի 100 շինարարներ, որ զավոդը փակ պահելու պատճառով հարյուրավոր մարդիկ են անցած բարակ մնացել։ Մենակ մենք չենք։ Զավոդից դուրս էլ ստեղ եւ կապ ունեցող մարդիկ էլ որպեսզի քարը գնեն, տանան շինարարություն անեն չեն կարող։ Նա լավը պարտանալու բան ունենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը պետք է սարքվեր մեր Հայաստանի Հանրապետությունը պարտանալու տեղ ուներ։ Իսկ այսօր էդի կայները գոնե խնդրում ենք կամ պահանջում ենք ոնց գա հասկանան։ Գոնե բացեն այդ արձանը սարքենք, բրցնենք, դրանից հետո թողան նորից սպագեն։ Այդքան բան։ Ժողովուրդ ջան, ես ամեն ինչի վերջին չա լինելու